Ինչու չի բացվել հայ-թուրքական սահմանը։ Գիտեք, որ հայկական կողմը միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է հենց այսօր, հենց վաղը ունենալ բաց սահման եւ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, շատ մեծ քայլեր է արել դեպի լիակատար ապաշրջափակում։ Բայց վերադառնալով ձեր նախնական հարցին, ես հույս ունեմ եւ մենք ակնկալում ենք, որ սահմանը կբացվի հնարավորինս արագ։ Կարգավորման գործընթացի առաջին պահերից սկսած վերագործակվեցին Երևան-Ստամբուլ չվերթները, հետագայում դրանք ավելացան, գիտեք, որ թուրքական ավիաուղիներն են արդեն թռնում Երևան-Ստամբուլ չվերթով։ Եվ հաջորդ դրական եւ շատ մեծ առաջընթացը Կարլ-Սախար-Քալակ երկաթգծի ապաշրջափակումն է մեզ համար։ Մի 8-9 ամիս առաջ Հայաստանը երկաթգծային փակուղի էր։ Միակ տեղը, որտեղ հնարավոր էր բեռ տանել Հայաստանից երկաթգծով, Վրաստանն էր։ Ամենահեռուն փոթի։ Ինչ տեղի ունեցավ այս վերջին ամիսների ընթացքում։ Նախ Ադրբեջանը ապա շրջափակեց, բացեց մեզ համար երկաթգծային կապը իր տարածքով, ինչը հնարավոր դարձրեց Վրաստանով, հետո Ադրբեջանով երկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, այնտեղից Միջին Ասիա, Չինաստան կամ Ադրբեջանով, հետո Կասպից ծով, հետո Ղազախստանով էլի Միջին Ասիայի հետ երկաթգծային կապ ստանալ, այսինքն ամբողջ արևելքի հետ։ Կարլ-Սախար-Քալակ երկաթգծի բացումով մեզ համար արդեն ամբողջ արևմուտքն է երկաթգծային իմաստով բացվում մեզ համար, որովհետև նախ Թուրքիան է բացվում մեզ համար երկաթգծով ուղիղ երկկողմարևտի համար, հետո ամբողջ Եվրամիությունը Թուրքիայի տարածքով տրանզիտով, ինչպես նաև Սիրիան։ Որն էր այն պահը, որ ամենաբարդն էր ու ամենադժվարը։